Ստամբուլյան դատավճիռ գրքում գրված է, որ այս հրաշալի գրքում, հարգելի բարեկամներ, հեղինակներ Դադրյան, Թաներ Ակչյան, գրված է. За несколько дней до своего побега в Германию в конце войны он беседовал с флотским офицером, героем войны Рауфом Орбаем, Талиат Пашаи Масинаховском, который охарактеризовал его состояние как угнетенное, добавив: «Впервые я видел его в отчаянии». На этой встрече Талиат признавал, что множество невинных армян стали жертвами злодеяний властей в провинциях, о чем, как он клялся, сам имел мало представления. Ժամանակակից հայերենով ասած, ներառազումենի է եղել ոսկեղենիկ հայերենով ասած, Թալիատը չի իմացել, ինչ է տեղի ունենում Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում, չի իմացել, հարգելի բարեկամներ։ Ես ես վստահեցնում եմ, վաղը մյուս օրը, եթե Հայաստանի Հանրապետությունում ռեժիմ փոխվի, ոչ թե Նիկոլը գնա ուրիշ վարչապետ կա, այլ ընդհանրապես ռեժիմ փոխվի։ Ոչ թե Նիկոլը գա եւ ձեզ հայտնի մանկլավիկներից, խամաչիկներից ինչ որ մեկը գա իր տեղը, այդ ժամանակ ոչ, այլ իրապես Հայաստանի Հանրապետությունում բան փոխվի, եղածը փոխվի, հեղափոխվի ինչ որ բան, ներկա սիստեմի տարբեր մանկլավիկներ, էլ չեմ ասում պարագլուխների մասին, կանգնելու են ասեն, մենք չենք իմացել ինչ է տեղի ունենում, մենք տեղյակ չենք, հասկանում եք, սա հանցագործ ցանկացած խմբի անդամների հոգեբանության, վարքագծի կարևոր դրսևորումներից է, հիմնական դրսևորումներից է, երբ իրենք կանգնում են արդեն փաստի առաջ, արդարադատության առաջ, ուժի առաջ, եթե Փաշինյան Նիկոլին հարցնես, թե 91 թվականի փաստաթղթերով Արցախն ես ճանաչում Ադրբեջանի կազմում, զորակոչը ինչու ես ուղարկել, նա ասելու է, որ ինքը ընդամենը շարունակել է ուղարկելը, որ նրանից առաջել են ուղարկել, որ ինքը ընդամենը իրականացրել է, շարունակել է տրադիցիան, ինքը այդտեղ բացարձակապես մեղավորություն չունի։ Եթե Փաշինյան Նիկոլին ասես ինչու է խախտվել հոկտեմբերի 10-ի հրադադարը 2020 թվականի, նա ասելու է այդ հարցերով Օնիկ Գասպարյանին։ Իմիջիայլոց Օնիկ Գասպարյանի վերաբերյալ տեսնում եք հանրային տիրույթում, մեդիա դաշտում, ինչ լռություն է, կարծես այդպիսի մարդ ընդհանրապես չի եղել։ Եթե Օնիկ Գասպարյանին հարցնես, Օնիկ Գասպարյանը ասելու է հրամանը ես չեմ տվել։ Փաշինյանին մեկ անգամ էլ հարցնես, կասի գիտեք ինչ կա, ասացինք հեղափոխություն է տեղի ունեցել, հոչ չզորեցինք, հոչը երթվանք, հոչը երթվեցինք, զինված ուժերի վրա ազդեցություն է ունեցել Օնիկ Գասպարյանի վրա, ազդեցություն է ունեցել նաև Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանին հարցնես, կասի ինձ դուրս եկավ ամբողջ ժողովուրդը մերժեց, ես դառնացած նստած էի իմ տանը, հիմա սրա համար եմ ես պատասխանատու։ Ու այսպես շարունակ։ Ցանկացած հանցագործության մասին, եթե սրանց վաղը մյուս օրը հարցնես, տալու են այն պատասխանը, որը տվել է Թալիաթը Օրբային։ Ուրիշ բան չեն ասելու։ Ցանկացած հանցագործի վարքագիծն է, հոգեբանությունն է։ Տարիներ շարունակ հայ զինվորը գնում հասնում է դիրքեր, անցնելով ադրբեջանական անցակետների միջով, հսկողության միջով, զննության, ստորության միջով։ Եվ պարլամենտը, որը պատասխանատու մարմինն է այս ամենի, որը պիտի ստուգեր,
լուր է մնացել։ Հիմա երբ ամեն ինչ արդեն բացահայտվել է, պարզվում է սերժական պատգամավորներից մեկը ժամանակին այդ հարցը դարձրած է եղել օրակարգային։ Այդպիսի ցինիզմ էլ կա։ Պատասխանատվությունից փախնելու հերթական տրյուկը։ Մենք խոսել ենք դրա մասին, այսինքն մենք պատասխանատու չենք։ Լինքերն եմ ման գալիս, չեմ կարողանում գտնեմ։ Այսինքն իրենք ժամանակին դա դարձրած էին եղել օրակարգային, բայց Աղավնի Սուքիասյանը, երբ իմանում էր այդ ամենի մասին, ուղղակի ապշում էր։ Դերասանություն է անում Աղավնի Սուքիասյանը ըստ Տիգրան Աբրահամյանի եւ իրենից հարցազրույց վերցնող լրագրողի։ Ահա այսպիսի հարաբերություններ, հարգելի բարեկամներ։ Ես Շիրակի մարզում հարց եմ տալիս պատասխանատուներից մեկին, ասում եմ Նիկոլ Փաշինյանը 20 թվականի նոյեմբերին ստորագրել է, որ նոյեմբերի 9-ին, որ Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի, պատկերավոր ասած։ Параллельно с дислокацией российских войск выводятся армянские вооруженные силы։ Եվ հետագայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում հաստատել է ադրբեջանական կողմի մեկնաբանությունները 4 կետի վերաբերյալ։ Եվ այդ ստորագրությունից ընդամենը մի քանի օր հետո Շիրակի մարզից մեկ վաշտ զինվորներ են ուղարկվում Արցախ եւ անմիջապես հայերն ասում են, մոլորյալ հայերն ասում են, գերեվարվում են, ադրբեջանցիները հիմք ընդունելով Փաշինյան Նիկոլի ստորագրությունը ասում են, հայերն ասում են, գերեվարվել են, նրանք ասում են, ձերբակալվել են։ Հիմա հարց եմ տալիս պատասխանատուներին, ասում եմ, այսպիսի բան է ստորագրել ձեր ղեկավարը։ Ինչու եք ուղարկել, ասում եմ, մենք պատասխանատու չենք, մենք ուղարկել ենք մինչև Սյունիքի մարզ, այնտեղից թե ինչ է եղել, մենք ընդհանրապես տեղյակ չենք։ Հասկանում եք սրանց պղծության աստիճանը, ինչքան նման են սրանք, չէ՞ Թալիաթին, ժամանակակից հայերը, ինչքան նման են երիտթուրքերի պարագլուխներին, ինչքան են նման, հարգելի բարեկամներ։ Զինկոմիսարիատի աշխատողին ասում եմ, ձեր ղեկավարը քաղաքական, գերագույն գլխավորը ճանաչում է Արցախը 91 թվականի փաստաթղթերով Ադրբեջանի կազմում 18-19-20 թվականի զորակոչը ուղարկել է այդ դեպքում խոր ադրբեջանական շրջաններ, ինչու եք ուղարկել, ձեր միջոցով է ուղարկվել, ասում է, դե ես այդ ժամանակ չեմ աշխատել, ասում եմ, լավ, ինստիտուտի մասին է խոսքը, ասում եմ, մենք չենք ուղարկել, ասում եմ, բա ով է ուղարկել, ասում է ժողովուրդը։ Լսեք, սրանք Թալիաթից բեթար են, այս պատդոնկները, դուք հասկանում եք, մենք ում հետ ենք ապրում, նույն տարածքում։ Եվ այսքան բանից հետո մեկը դուրս կգա, կասի թուրքը եկավ, թուրքը ինչ պիտի անի, որ դուք չեք արել, նախ թուրքը շուտվանից է եկել։ Բայց նույնիսկ թուրքը ինչ պիտի անի, եթե չի եկել, որը դուք չեք արել։ Մի ողջ սերունդ սպանել եք տվել եւ դրսևորում եք երիտթուրքական ցանկացած հանցագործին հարիր դրսևորում։ Ցանկացած հանցագործության մասին ասում ես, սրանք կամ պիտի ասեն մենք տեղյակ չենք, կամ չի եղել, կամ պիտի ասեն մենք տեղյակ չենք, բացարձակապես մենք տեղյակ չենք։ Այդ ոնց է եղել, որ 2016 թվականին մի խումբ ավանտյուրիստներ, որոնց մեջ եղել են նաև մարդիկ, ովքեր հայրենասիրական դկրտումներից ելնելով ընկած են եղել այդ խմբի մեջ, մոլորված են եղել, օրինակ Պավլիկը Մանուկյան, Արմենը Բիլյան, ում հայրենասիրությունը ուղղակի օգտագործվել է։ Տեղի է ունեցել ՊՊԶ գնդի գրավում։ Որևէ մեկը չկա պատասխանատվություն կրող, որևէ մեկը այդ նստած բան, դրանց մասին չի խոսքը, ովքեր նստած են։ Այն մարդիկ, ովքեր կազմակերպել են այս ավանտյուրան, այս հանցագործությունը, որևէ մեկը պատասխանատվություն առ այսօր չի կրել։ Եթե հարցնես, կասեն մենք ընդհանրապես տեղյակ չենք, երբ որ փաստեր արդեն եղան, դե մի ուրիշ բան կասեն ԱԱՑ-ի պետն է վերջում
բոլոր սրափքները կուղղվեն դեպի Գյորգի Կուտոյան։ Գիտեք ինչու, որովհետև Գյորգի Կուտոյանը մահացել է։ Ինչպես է տեղի ունեցել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալները իրականացրել են հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որին ծառայել են, դե պատասխանատու չկա։ Բացարձակապես որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Փորձում են 100,000 դոլարներ դնելով դաշտի վրա, մեդիա բլոգոսֆերայի վրա, այս հարցը լռության տան, վերջում, եթե արդեն իսկ դա բացահայտվելու է, ամբողջապես դոկումենտներով բացահայտվելու է, գլխավոր դատախազը, ներքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության կամպետը մտնելու են պետական հեռուստաընկերություն, հանրային հեռուստաընկերություններ ցույց են տալու ժողովրդին, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ ժամանակ էլի տարբեր տականքներ գցելու են իրար վրա։ Փաշինյան Նիկոլ, ասում ես պետ համարանիշը փոխել ես, որովհետև ՍՍԴ դա Սերժ Սարգսյանն է նշանակում։ Բա լավ, պետ համարանիշը փոխեցիր։ Նոր ես հասկացել, որ ՍՍ-ն Սերժ Սարգսյանն էր։ Սերժ Սարգսյանն էլ շրջագայում է, ստեղից ընդեղ է գնում ԿՊ համարանիշներով։ Ինքն էլ վաղ մյուսօր կհասկանա երևի։ Պարոն Սերժ Սարգսյան, ձեզ պիտի մի հատ վատ բան ասեմ, այդ ԿՊ կուսակցությունը ժամանակին փաստացի լուծարված է եղել։ Կարող ուրիշ համարանիշներով մանգակ, բայց Փաշինյան Նիկոլ, դու որ փոխում ես այդ պետ համարանիշը, բա ասենք քո ճակատին գրված ՍՍ տարերը ոնց ես փոխելու, ոնց ես հանելու։ Այդ որ տատու սալոն պիտի այցելես դու տարիներ շարունակ ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գործած ընդդիմադիր իբրև թե գործիչ։ Դու որ տատու սալոնին պիտի դիմես, որպեսզի իրենք այդ ՍՍ տարերը բան անեն, այդ ճակատիդ վրա գրված հեռացնեն։ Ասում է լավ կլիներ լրագրողը, ասում է լավ կլիներ, որ այդ գործակալների թեմայի վերաբերյալ խոսվեր պարլամենտում, այն մի հատ դաշնակ կա Խաչատրյան Արթուր։ Ասում է, ինչի մի անգամ ենք խոսել։ Ինչի մի անգամ ենք խոսել։ Այսինքն կան մարդիկ, օրինակ, երբ որ նույն լրագրողը Բորիսը հարց է տալիս խուլիգանությամբ աչքի ընկած Գառնիկ Դանիելյանին, գոնե այս մարդը այդքան անկեղծություն ունի, ասում է, որտեղ պիտի բարձրացնենք։ Ասում է, ինչու չեք բարձրացնում, Համբարձումյան Արթուրն է հարցնում, ասում է, որտեղ պիտի բարձրացնենք։ Անկեղծություն ունի, ասում է, գոնե հանուն արդարության պիտի ասեմ, որ գոնե ընդունում է, որ չեն բարձրացնում, ասում է, որտեղ պիտի բարձրացնենք։ Այս դաշնակը Խաչատրյան Արթուրը այնքան ցինիկ է, որ ասում է, ինչի մի անգամ եք բարձրացրել։ Հայ էլ բարձրացրել, որտեղ ես բարձրացրել։ Խաչատրյան Արթուր, որտեղ ես գործակալ Օմեգայի գործի վերաբերյալ խոսել, թե ինչպես է նա լինելով ԱԱԾ գործակալ հեղափոխությունը արել այդ հարցը դու տվել ես։ Խոսքը պարլամենտի նիստերի դահլիճի մասին է, խոսքը բանի մասին չի, բուֆետի մասին չի կամ զուգարանի մասին չի պարլամենտի։ Որտեղ եք բարձրացրել։ Այսինքն վաղը մյուս օրը դուք պիտի կանգնեք, ասեք մենք այս թեմաների մասին խոսել ենք։ Այդ թեմաների մասին խոսում եք, դրա համար եք 3 միլիոն պարգևավճար կամ 2 միլիոն ստանում, հա։ Կարող վաղը մյուս օրը դուրս գաք ասեք, որ բանի մասին եք դուք խոսել, հեկերի մասին եք խոսել, հոկտեմբերի 10-ի հրադադարի մասին եք խոսել, ամեն ինչի մասին դուք խոսել եք։ Կարող է, ասենք ստատուսներ եք գրել, ռեժիմը միայն ձեզ համար, հետո այդ ստատուսների ռեժիմը փոխեք բոլորի համար եւ ցույց տաք, ինչպես որ հիմա ինձ անեն, ինձ ցույց են տալիս։ Հին ստատուսներ են ցույց տալիս, ռեժիմը փոխած, նայում ես մեկնաբանությունները մի քանի ժամ առաջ է արված։ Լսեք, դուք Թալիաթ Փաշայից ավելի պատդոն եք։ Եվ Թալիաթ Փաշայի եւ իր ընկերների բանը ուչիստ լինելու է ձեր վրա, չկասկածեք։ Այս սիստեմի պայմաններում իրականացվել է միջազգային մեծ մասշտաբի հանցագործություն եւ դուք դրա պատասխանատուներից մեկն եք։ Անպայման դուք որպես այդ սիստեմի պատասխանատուներից մեկը, որպես կողմերից մեկը, դուք ձեր պատիժը պիտի ստանաք։
Դուք պիտի կանգնեք արդարադատության առաջ։ Դուք կեղծ հեղափոխություն իրականացրածներ, պատերազմ հրահրածներ, Փաշինյան Նիկոլի բոլոր հանցագործությունները պարլամենտում լեգիտիմացրածներ, ինչ ուզում է լինի, ինչ արդյունք ուզում է լինի պարլամենտական ընտրություններում, ինչքան ուզում է իրար հետ պայմանավորվեք, բացառված բան է, այս հանցագործության համար դուք պատասխան չտաք։ Եվ պիտի բան անեք, պիտի երազեք, որ կանգնեք դատարանի առաջ, որովհետև եթե դատարանի առաջ չկանգնեցիք, մեկ էլ տեսար կանգնեցիք դատաստանի առաջ։ Տեղի ունեցած հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, ուղղակի չունի։ 5 տարի էլ անցնի, վրայից մի 5 տարի էլ անցնի, ձեզ հարցնելու են։ Ձեզ այս հանցագործությունների մասին հարցեր են տալու։ Երանի այդ հարց տվողը լինի հայը, Երանի հային հայից ազատողը լինի հայ, իսկ եթե ոչ թող օտարը լինի։ Եվ թող օրհնվի այն օրը, երբ հայը կազատվի հայից։ Ձեր տերը ուխտադրժության, ռենեգատության, օպորտունիզմի, դավաճանության, մատնության խորհրդանիշն է, սիմվոլն է, արծաթասիրության սիմվոլն է։ Դուք մնալու եք պատմության մեջ որպես նյութապաշտության սիմվոլներ։ Այս դավաճանության ֆոնին սեփական ֆինանսական վիճակը բարելավող տականքներ։ Ես ձեր տիրոջ մերը